կրկնամ, մաֆիայի դեմ ենք պայքարում։ Հարգելի գործընկերներ, սիրելի ժողովուրդ, բառից բուն իմաստով, այո, երբեմն եւ ներհայաստանյան լիներ միայն այդ մաֆիան, բայց այդ մաֆիան երբեմն ունի այլ տեղերում, այլ ճյուղեր։ Եվ վերադառնալով ադրբեջանական նավթամթերքի ներմուծման, ուզում եմ ասեմ, որ Հորմուզի նեղուցի շուրջ առաջացած ճգնաժամը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ եւ տնտեսությունը շատ ավելի շոշափելի ձևով կզգային, թե նավթամթերքի գնի, թե գնաճի, թե մատակարարումների առումով, եթե ադրբեջանական երկաթուղու պատմական բացումը Հայաստանի Հանրապետության համար այս ժամանակաշրջանում տեղի ունեցած չլիներ։ Սա գիտեք հիմա սա պետք է ասել։ Հիմա մենք մտնում ենք Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության եւ բարեկեցության նախագծի իրագործման փուլ։ Ուրախությամբ պիտի արձանագրեմ, որի հեճուկս միջազգային բարդ իրադրության, թե Ամերիկայի Միացյալ Նահանգների, թե Հայաստանի Հանրապետության, թե Ադրբեջանի Հանրապետության կառավարությունները տարածաշրջանային կոմունիկացիաների վերաբացումը եւ տրիպ նախագծի իրագործումը համարում են առաջնահերթություն։ Սա բխում է այն գիտակցումից, որ նախագծի իրագործումը մեր տարածաշրջանում երկարաժամկետ, կայուն եւ հուսալի խաղաղության կարևոր հենասյուն է դառնալու։ Ազգային ժողովի մեծարգո նախագահի հարգելի տեղակալներ, հարգելի պատգամավորներ, կառավարության հարգելի անդամներ, սիրելի ժողովուրդ։ Հայաստանի Հանրապետությունը հաղթահարել է գոյատևման եւ մաքարման իրեն պարտադրված օրակարգը եւ մտել ապրելու, պարզապես ապրելու, սովորական կյանքով ապրելու մի պատմական դարաշրջան, որտեղ մեր պատմական առաքելությունը կրթվելն է, աշխատելը, մեր պետությունը 29743 քառակուսի կիլոմետր միջազգայինորեն ճանաչված տարածքով Հայաստանի Հանրապետությունը զարգացնելը եւ այն որպես անկախ, խաղաղ, անվտանգ զարգացած բարեկեցիկ պետություն ապագա սերունդներին ժառանգելը, սերնդեսերունդ եւ դարեդար, ապրել, կրթվել, աշխատել, զարգացնել բարեկեցությունը, զարգացնել խաղաղությունը, զարգացնել պետությունը ու այն դարեդար ժառանգել սերունդներին։ Ահա այսպիսի հրաշալի պատմական առաքելության մեջ ենք մենք հայտնվել, որն անվանում ենք պետության հարատևության օրակարգ։ Եվ հարգելի գործընկերներ, ես նկատի ունեմ ազգային ժողովի մեր գործընկերներին, կառավարության անդամներին, գործադիր իշխանության մյուս ներկայացուցիչներին, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների, ուզում եմ բոլորիդ շնորհակալություն հայտնել այս շրջադարձային դարակազմիկ հանգրվանը իրականություն դարձնելու համար։ Բայց նաև ուզում եմ ընդգծել, որ այն հնարավոր դարձավ այս հանգրվանին հասնելը առաջին հերթին ժողովրդի աջակցության շնորհիվ, որովհետև կառավարությունն ու խորհրդարանական մեծամասնությունը ոչինչ չէին կարող անել, եթե չունենային ժողովրդի մանդատը ու աջակցությունը։ Եթե չունենայինք լեգիտիմություն իրագործելու այն քաղաքականությունը, որը վարել ենք 2021 թվականից սկսած։ Իսկ այդ մանդատը հստակ եւ աներկբա արձանագրված է, եւ սա ուզում եմ այս նրբության վրա առանձնահատուկ ուշադրություն հրավիրել, իսկ այդ մանդատը հստակ եւ աներկբա արձանագրված է 2021 թվականի օգոստոսի 26-ին Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի կողմից հաստատված այն փաստաթղթում, որի կատարման ընթացքն ու արդյունքները քննարկում ենք հիմա։ Խոսքը կառավարության 2021-2026 թվականների ծրագրի մասին է, որում հստակ եւ աներկբա արձանագրված է։ Մեջբերում եմ. Հայաստանի եւ տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելը այնուամենայնիվ
արտահերթ ընտրությունների արդյունքներով ժողովրդի առաջ կառավարության ստանձնած մեծագույն առաքելությունն է, մեջբերման ավարտ։ Սա նշանակում է, որ մենք դեռևս 2021 թվականի օգոստոսին ենք հայտարարել, որ խաղաղությունն է լինելու մեր գերագույն նպատակը եւ այդ գերագույն նպատակը ահա իրագործված է։ Հարց է հնչում, ինչ գնով, այն գնով, որով հնարավոր էր դա իրագործել։ Այո, բազում զոհերի ու զոհողությունների գնով, բազում զրկանքների եւ տառապանքների գնով, դժոխքի միջով անցնելու գնով, բայց այսօր մենք ունենք այն, ինչ դեռ ի սկզբանե եղել է մեր գերագույն նպատակը՝ պետություն, խաղաղություն, զարգացում եւ հեռանկար, հորիզոն, անսահման հորիզոն մեր առջև։ Ղարաբաղը մերն էր եւ այլևս մերը չէ խոսույթը աշխարհքաղաքական թակարդում մեր գտնվելու փիլիսոփայությունն ու հայեցակարգն է։ Իրականությունն այն է, որ Հայաստանի Հանրապետությունը մերը չէր եւ այլևս մերն է։ Իրականությունն այն է, որ մեզ հայտնի բոլոր տարածքները հայկական վերահսկողության տակ եղել են մեր պետության, մեր ինքնիշխանության, մեր անկախության, մեր բարեկեցության, մեր անվտանգության ու մեր ապագայի հաշվին։ Ու մենք դա չենք հասկացել, հարգելի գործընկերներ։ Պիտի խոստովանենք, որ մենք չենք հասկացել դա։ Գուցե եղել են մարդիկ, որ հասկացել ու չեն բարձրաձայնել, որովհետև վախեցել են։ Եղել են մարդիկ, որ եւ հասկացել են եւ բարձրաձայնել, բայց նրանց կամ չենք լսել, կամ չլսելու ենք տվել, կամ լռեցրել ենք, համոզված լինելով, թե նրանք չեն հասկանում, թե ինչ են խոսում։ Մինչդեռ մենք, այդ թվում ես, չենք հասկացել, թե ինչ ենք անում, սկսած 1988 թվականից, չենք հասկացել, թե ինչ ենք անում եւ արել ենք ամեն ինչ ինքներս մեր դեմ եւ ի հեճուկս մեր պատմության մեզ տված դասերի։ Բայց այսօր մենք կարող ենք ասել, որ մենք կառավարությունը, կառավարող մեծամասնությունը փոխել ենք մեր պատմության կործանարար ընթացքը եւ Հայաստանի Հանրապետությունը դրել ենք ստեղծարար ու խաղաղ պատմության ընթացքի մեջ ու դա արել ենք մեր նահատակների հետ հոգևոր ու բարոյական ու հեռակա ու մեր ժողովրդի հետ քաղաքական երկխոսության արդյունքում։ Ու այսօր մեր ժողովուրդը գրում է իր պատմության բոլորովին նոր պետականակենտրոն գլուխը, որտեղ պետությունը միևնույն ժամանակ եւ նպատակ է եւ միջոց։ Նպատակ է, որովհետեւ մեր ինքնությունը հնարավոր է պահպանել եւ զարգացնել, մեր բարեկեցությունն ու անվտանգությունը հնարավոր է ապահովել պետության պայմաններում, միայն պետության պայմաններում եւ միջոց է, որովհետև պետությունն է մեր ինքնությունը պահպանելու եւ զարգացնելու, մեր